Երկու տարի եկեղեցու բանալին մնաց մոտս, Կտրիչ Ներսիսյանը չեկավ վերցնելու, Կորնիձորի Արոն ու Շագրավ դրվագ է պատմում, Երկրապահ կամավորական միության հիմնադիր անդամ, բոլոր պատերազմների մասնակից Արա Խուդաբերդյանի խոսքով 2020 թվականից ի վեր պատերազմի դաշտը լքած այս կամ այն պետությունների ծառաները, որոնք երկիրը տանում էին անկման, չկարողացան հասնել իրենց բաղձալի ցանկությանը, այն է Հայաստանում զանգվածային մարդասպանություններ իրականացնել, երկիրը դարձնել ծայրագավառ։ Այս մասին նա ասում է Հայկական ժամանակի հետ զրույցում անդրադառնալով Վազգեն Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների փորձին, որը իրավապահները կանխեցին։ Այս ահաբեկչական գործողություններն իրականացվելու էին ազատվելու համար գործող Հայաստանի Հանրապետության իշխանություններից, որպեսզի կարողանային ոտք մաքրել հայ ժողովրդի վրա։ Սա Լավրովյան եւ Պուտինյան պլանն էր, որ KGB-ի աջակցությամբ պետք է իրականացվեր հոգեվոր բաշիբոզուկների, տերորիստների, աստծուց հեռացածների միջոցով։ Նախապատրաստվողի պատասխանատուն էլ Ռուսաստանի Դաշնության առջև պետք է լիներ Գարեգին Բ, գործող անձանց դերերում Քոչարյանը, դաշնակցականները եւ մյուսները։ Իրենց առաջ դրված էր տերոր կազմակերպելու հրահանգը, նկատում է նա։ Խուդաբերդյանի խոսքով այս անգամ այս գործողությունների իրականացումը դրված էր հոգևորականների վրա, քանի որ ըստ նրա դրսից Հայաստանը կործանել ցանկացող ուժերին հավատարիմ են մնացել միայն հոգևորականները։ Նրանք որպես գործակալ ամենից շատն են կերակրվել դրսից եւ դրա դիմաց պատրաստ էին կործանել Հայաստանի Հանրապետության պետականությունը։ Ինչ վերաբերում է իրավապահների մայրաթոռում գործողություններ իրականացնելուն եւ դրանից հետո ընդդիմադիրների հնչեցրած որակավորումներին, թե եկեղեցին ենթարկվում է զրուցակիցը նկատում է։ Աջապահյանն իր հայտարարություններով նույնպես համարվում է տերորիստական ակցիա կազմակերպող կամ զինվորական հեղաշրջում անող ուժային լիդեր։ Ուստի նա իրավունք չուներ փախչել եւ պատասպարվել մայրաթոռում, քաջ գիտակցելով, որ իր հետևից հատուկ ծառայությունները գնալու են։ Նա պետք է դուրս գար եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայտարարեր. «Իմ կատարած քայլերի համար ես կգնամ եւ պատասխան կտամ», սակայն տեսանք, որ դրա փոխարեն հոգեվորականները հաշվեհարդարի կոչ էին անում։ Բա որ այնտեղ հակառակ թևից ազգի որդի լիներ եւ կրակոց արձակեր Աջապահյանի վրա, սպաներ, ինչ էին անելու։ Նրանք պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ շուրջ պար բռնեն, Նարեկ ասելով։ Միևնույն ժամանակ զրուցակիցն ընդգծում է, որ այնինչ ծրագրված էր Հայաստանի դեմ, այսքան հեշտ չի ավարտվի։ Ռուսաստանի Դաշնությունը չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրել եւ ընտրելու է իր ղեկավարին առանց Ռուսաստանի Դաբրոյի, կամ Սամվել Կարապետյանի լեքսիկոնով ասած, թքած ունենալով Ռուսաստանի Դաշնության կարծիքի վրա։ Իդեպ Սամվել Կարապետյանը եւս այս գործողությունների համար էր ուղարկվել Ռուսաստանից։ Գուցե պետք է աջակցություն ցուցաբերեր տերորիստի հոգեվոր լիդերին, թե ֆինանսական առումով, թե ախրանա տրամադրելով։ Հայաստանի Հանրապետությունը քանդողը լինելու են անհավատ հոգևոր առաջնորդները եւ անհավատ գործարարները։ Օլիգարխիային վստահություն չկա։ Այն հոգևոր առաջնորդները, որոնք օֆշորային մեծահարուստներ են Թուրքիայի ոսկու հանքերում, ինչպես վարվեցին Ղարաբաղի հետ, նույն կերպ վարվելու են Հայաստանի հետ։ Նրանց համար չկա հայրենիք։ Դրա վառ ապացույցն այն է, որ ինչ որ հոգևորականի համար ղողանջեցին եկեղեցիների զանգերը, սակայն Ղարաբաղյան կոտորածների համար զանգերը լուռ էին, նկատում է նա։ Խուդաբերդյանը շեշտում է Գարեգին Բ-ի հեռանալու անհրաժեշտությունը։ Ինձ թվում է վարչապետի վարած ուղին սահմանադրորեն շատ ճիշտ է։ Զուտ հոգևոր բարոյական նորմերի առջև է կանգնեցրել Կտրիչ Ներսիսյանին։ Վերջինս պետք է իր մեջ հոգևոր ռիսկ վերցնի եւ հրաժարվի եկեղեցուց։ Կուսակրոնությունն ընտրվեց նրա համար, որպեսզի չլինի այն, ինչ տիպիկ է մուսուլմանական աշխարհներին՝ պապուց թոռին, թոռից թոռան։ 1989 թվականներին, երբ մենք բացեցինք Կարբիի եկեղեցին, ես խնդրեցի, որ կանչեն Արարատյան թեմի առաջնորդին։ Արարատյան թեմի առաջնորդն այն ժամանակ Կտրիչ Ներսիսյանն էր, որը իր համախոհներով չներկայացավ։ 2 տարի եկեղեցու բանալիները մնացին իմ տանը, եւ այդպես էլ Կտրիչ Ներսիսյանը չէր գալիս եկեղեցու բանալիները վերցնելու։ Հիմա անպագորգոր հայտարարություններով կպած է եկեղեցում։ Նյութի աղբյուր armtimes.com Լուրջ, դուք ես լուրջ եք անում ժողովուրդ, պարոն Փաշինյան և սազանդարներ, ես լուրջ եք անում դու սենց, այդ մարդիկ բան են, այդ ոճրագործություն էին պլանավորում, դրա համար դուք իրանց երկուսին նույն կամերում եք դրել, թե Facebook-ի ստատուս եք նախապատրաստում ուղղակի, որ ժողովրդի մեջ ասոցացվեն այդ մարդիկ իրար հետ։
որ քանի որ Բագրատ Սրբազանի կողմից բավարար հիմքեր չկան նրան այդ ամբողջ պատկերացրածը մեղսագրելու, բացի այն խոսքից ասի, այդ խոսքում էլ այդ տեսակ խոսք էլ լիքը մարդկանց խոհանոցում կարող է եւ տեղի ունենում։ Ու դրա մեջ այտենց այն հանցանքը չի, որը դուք մեղսագրում եք։ Հիմա լավ ենթադրենք, դուք տանը այս մարդկանց ո՞նց եք մի կամեր դրել։ Բանին էլ Միքայել Աճապահյանի օրագիրն են հայտնաբերել ու ժողովուրդը վրազ ականջները սրում է, ահա, ինչ կա այդ օրագրում։ Այ միամիտներ, ինչ պետք է լինի այդ օրագրում։ Դե ասեք ընդ մի հատ բան, որ այդ օրագրում գրած է, բացի մանիպուլացնելը։ Ինչ է գրած այդ օրագրում։ Ասում է գրած է երբ հանդիպեցին, ոնց հանդիպեցին, ում հանդիպեցին։ Հա օրագրում է դա գրած։ Երբ հանդիպեցին, ոնց հանդիպեցին, ում հանդիպեցին։ Օրագրում տես բաներ է գրածել։ Հանցավոր բան կա ընդ է գրած։ Հանցագործության, պլանավորման, նախապատրաստման մասին բան կա գրած, չկա։ Հիմա էդ էլ Հովիկ Աղազարյանի բանն ալնելու, հեռախոսն ալնելու։ Տարանք Նիկոլին տվինք, որովհետև մենք Նիկոլի սազանդարներն ենք, ի պաշտոն է պարտավոր ենք տալ։ Այն Նիկոլն է վերցեց, սկսեց այդ մարդու անձնակալ կյանքը ստեղ ընդեղ ներկայացնել, նկարները ցույց տալ, անձնական կյանքը արդեն։ Ու սկսան, նա սիրուհի այրնեցի, ժողովուրդն ասին, արա այդ բիձա մարդը սիրուհի ունեցի։ Մալադեց ասին, արա մալադեց բիձա, ոչ ասում է, նա տղամարդու հետ է եղել։ Արա вообще մալադեց արա, դու այդ կարգի, որ համ սիրուհի, համ էլ տղամարդ, վայ քո արա ասում են, այսով արա Հերկուլեսն ով է էսի։ Այդտենց էլ այդ Հովիկ Աղազարյանին չկարողացան պախարակել։ Ինչու՞։ Որովհետև մարդիկ ձեզ են, նողկում են արդեն հենց ձեզանից։ Ում վեր կենան գործող իշխանությունները եւ սկսեն քննադատել, այդ քննադատվող մարդու ռեյտինգը բարձրանալու է։ Քննադատության ենթարկվող մարդու ռեյտինգը բարձրանալու է։ Ում ուզում է քննադատել, ում հետապնդել այդ մարդու ռեյտինգը բարձրանալու է։ Ահա թե դուք ինչ եք ձեզանից ներկայացնում, պարոնայք իշխանավորներ։ Հիմա նայեք, այդ օրագիրի հարցն էլ ասեցի, ուզում եմ մի երկու բառով ապստամբության իրավունքի մասին խոսել, բայց եկեք այսօր չխոսեմ, ինչու, որովհետև ես կարծում եմ, որ Բագրատ Սրբազանը այն մարդը չէ, նա իրավունք չուներ օգտվելու ապստամբության իրավունքից։ Ես այդպես եմ կարծում։ Եվ մեր երկրում իրադրությունը այն չէր, որ ինքը օգտվեր ապստամբության իրավունքից։ Բայց ես կուզենայի ժողովրդին ներկայացնել միգուցե մեկ ուրիշ առիթով ապստամբության իրավունքի մասին, լրիվ սահմանադրական իրավունք է, բանը։ Նու օրինակ Գերմանիայի սահմանադրությունում կա, Ֆրանսիայի սահմանադրական փաստաթղթերում կա։ Ուզում եմ ասեմ, տենց բան չի, ուտոպիա չի, էլի, կա այդպիսի իրավունք, ապստամբելու իրավունք, հա, լավ կլինի, որ վաղը Հայաստանի սահմանադրության մեջ էլ դա լինի, որտեղ այդ սահմանադրության մեջ դրա ֆիքսում են ոչ թե նրա համար, որ մի օր վեր կենան ապստամբել, այլ որպեսզի իշխանությունները իրաց չափը ճանաչեն։ Դա դրա համար է։ Այսօր չեմ ներկայացնի դրա մասին, որովհետև ես կարծում եմ, որ Բագրատ Սրբազանը այս իրավունքից օգտվելու բավարար հիմքեր չուներ։ Ավելին, Բագրատ Սրբազանին ու իր համակիրներին։ Ժողովուրդ ջան, դուք մեզ պես լավերի ճանապարհն եք փագում, ձեր անգրագիտությամբ, ձեր բռիությամբ, ձեր հետամնակցությամբ, ինչ ասեմ, դուք մեր ձեր հույսերով փողատերերի հետ կապված ձեր հույսերով, արտաքին հովանավորչության հետ կապված ձեր հպատակությամբ, դուք մեր պես ազատամիտների, ազատակամների ճանապարհն եք փագում։ Ու Նիկոլի քամագն եք պահում։ Դուք ձեր գործողություններով Նիկոլի քամագն եք պահում։ Ամոթ ձեզ, մինչև այսօր ձեր արածի համար։ Ես իհարկե արդարության համար ձեզ աջակցող խոսք եմ ասում, որտեղ այն ինչ անում են ձեր հանդեպ, դա մանիպուլյացիա է։ Ես այդպես եմ տեսնում։ Դրել էի ChatGPT-ին
Ես հարցրեցի, երկու անգամ տարբեր ձևով հարցրեցի։ Երկու անգամն է ChatGPT-ն ասեց, որ եթե փաստերը այնքան են, ինչքան հրապարակել են ՀՀ իշխանությունները, ապա սա մանիպուլյացիա է։ Իմ պատին կա հենց հիմա, նայեք, ChatGPT-ն բան արել։ Այդտենց է։ Դուք էլ ձեր համար ChatGPT-ն հարցրեք, կպատասխանի։ Հատկապես Միքայել Սրբազանի ձերբակալությունը դա արդեն դա անբարոյականություն է, դա ոչ միայն անօրինականություն էր, անիրավություն էր, դա նաև անբարոյականություն էր։ Բայց ինչ որ է, ես ահա իմ աջակցության խոսքը, անալիզը, վերլուծությունը անում եմ նրա համար, որ ձեր հանդեպ անարդարություն է տեղի ունենում, բայց որ դուք ինքներդ մեզ հանդեպ, մեր հանդեպ, առողջ ուժերի հանդեպ, ձեզանից 1000 գլուխ ավելի շատ հասկացողների հանդեպ անարդար եք վարվում, ձեր հեղինակությամբ, ձեր ընկեր փողատերերով ու ձեր արտաքին հովանավորչության հույսով մեզ հետ անարդար եք վարվում, մեր հանդեպ անարդար եք վարվում, ես դա պարտավոր եմ նաև դա նշել։ Ու սա ոչ թե մեկ չագուջին այդ ոնց է, մեկ նալին եմ խմբում, մեկ մեխին, то նալին էլ, մեխին էլ, համ նրան եմ խփում, համ նրան, որովհետև երկուսն էլ համը հանել են, երկուսն էլ չափներն անցել են, և երկուսն էլ ամենաուշը մի տարի հետո պիտի մեր քաղաքական իրականությունում տեղ չունենան, ամենայնպես առաջատար տեղ նրանք պետք է չունենան ու չեն ունենա։ Մնում է ժողովուրդ ջան, դուք խելքներդ, գլուխներդ հավաքեք եւ որոշեք, ձեզ ովքեր պետքա կառավարեն, առաջնորդեն, ձեզանից հիմարները, որ դուք ձեզ լավը զգաք, որ դուք ավելի խելոք եք, թե ձեզանից խելոքները, որ դուք ձեզ ապահովված զգաք, ձեր ապագան, ձեր երեխեքի ու թոռների ապագան հուսալի ձեռքերում զգաք։ Էդ էլ դուք կորոշեք։ Ով պետքա ձեզ առաջնորդի, ձեզանից հիմարները, թե ձեզանից խելոքները։ Ու եթե ձեր ամբիցիան թույլ չի տալու, որ դուք ձեզանից խելոքին, նախ ճանաչեք ձեզանից խելոք, հետո ընդունեք, քվեարկեք նրա օգտին, որ նա ձեզ, ձեր երեխեքի ապագան ու երկիրը, գոնե որոշակի ժամանակով առաջնորդի, ճիշտ ուղղությամբ, ապա դուք արժանի եք լինելու ձեզանից հիմար առաջնորդների։ Կամ դուք ինքներդ վեր կացեք, քաղաքական հայտ ներկայացեք, եկեք ծանոթանանք, շփվենք, առաջ գնանք։ Ինձ հետ ով գալիս է ծանոթանալու, առաջի մի քանի խոսքից հետո հիմնական ասելիքս հետևյալն է։ Ինչ ես հասկանում քաղաքագիտությունից։ Ու մոտավորապես մի քանի րոպեից պարզ է դառնում, որ ինքը սովորելու պահանջ պետք է ունենա։ Պետք է ունենա։ Եթե ինքը սովորելու պահանջ չունի, ես իր հետ գնալու ճանապարհ չունեմ։ Այսինքն մի խոսքով ամփոփենք։ Այսօրվա իմ ելույթը այն մասին էր, որ ինչպես Մանվել Գրիգորյանի գլխին սարքած սռոկը անցած տուշոնկեքով, այսօր շատ մարդիկ կարան զղջան, որ ժամանակին հրճվել են այդ անիրավ գործողություններից։ Ես չեմ ուզում, որ 7 տարի հետո հետ նայենք այս օրերին ու մենք մեզ զղջանք։ Մենք զղջանք, խղճի խայթը զգանք, որ այսօր մենք լուռ էինք, երբ որ Նիկոլ Փաշինյանի սազանդարները ազգային ժողովի ամբիոնից բանը տրեյլեր են ներկայացնում ֆիլմի բան, ահա այսպիսի բաներ պիտի լիներ, հենա, ձերբակալված է, ձեր մեկուսարաններում էլ պահվում է, Նայիրի Հունանյան, գնացեք, բացահայտեք հոկտեմբերի 27-ը։ Ստից ձևեր մի թափեք, թե դուք բան եք բացահայտել։ Դուք ձերբակալված այսքան տարի այնտեղ բանդում պահվողից չեք կարում ճշմարտությունն իմանաք, հրապարակեք։ Դուք գաղտնի ինչ-որ ընթացող օպերացիաներ կարաք կանխարգել եք, այլ ողորմելիներ։ Ահա թե ինչու ես ձեզ չեմ վստահում։ Նու թերևս այսքանը հարգելիներս։ Շնորհակալություն ինձ հանդուրժելու համար, միշտ նոր հանդիպում, ցտեսություն։